ունեք փաստ, տվեք այդ փաստի հետևից, ես անձամբ կգնամ այդ փաստի հետևից։ Այնքան հայտնի դեպքեր կան, համացանցնել է լծված։ Վարչական ռեսուրսի չարաշահում տարբեր խոստումներ հենց առաջին դեմքի մակարդակով, զուգահեռ ճնշումներ են ընդդիմադիրների նկատմամբ, ապօրինի ձերբակալություններ ու հետապնդումներ։ Քվեարկությունից մոտ 2 ամիս առաջ խորհրդարանում ԿԸՀ նախագահն է կառույցի 1 տարվա հաշվետվությամբ։ Հովակիմյանն ասում է, թեև փաստաթղթերի ընդունման գործընթացը 3 օր է սկսվել է, դեռ ոչ ոք իրենց դուռը չի թակել, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր էլ դեռ չեն արձանագրել։ Երբ որ չունենք տեխնացուներ, ովքեր են այդ չարաշահողներ։ Պարոն Հովակիմյան, շատ լավ ասեցիք, չկան տեխնացուներ։ Այդ ոնց է ստացվում, որ հակակոռուպցիոն կոմիտեն մարդկանց ձերբակալում է, տանում է հələ քիչ է մնում կալանքի, այն դեպքում, երբ որ չկան տեխնացուները։ Հովակիմյանը սլաքներն ուղղում է հակակոռուպցիոն կոմիտեի կողմը, ասում է գնացեք այնտեղից էլ պարզաբանում պահանջեք։ Իսկ ինչպես է իրացվելու կալանքի տակ գտնվող տեխնացուի իրավունքը, Հայաստան խմբակցությունից է հարց հնչում։ Կալանքի տակ գտնվող տեխնացուի իրավունքների իրացումը ընտրական օրենսգիրքը հստակ նախատեսում է։ Մենք ունեցել ենք դեպքեր նախորդ ընտրությունների թիմ ընտրություններում, երբ որ տեխնացու եղել կալանքի տակ եւ սկզբում այդում հենց ազատազրկման, այսինքն կալանավայրում է գտնվելուց եղել, եւ վստահված անձերի հանդիպումը գրանցվելուց հետո թույլ չէին տվել։ Մենք միջամտել ենք կենտրոնական տրականազում միջապտել, որպեսզի այդ իրավունքը ապահովվի։ Ընտրակեղծիքները սկսվում են ցուցակներից, միևնույն հասցեում մի շարք անուններ ու մանևրելու շանսերը մեծանում են, ինչպես է լուծվելու այս խնդիրը։ Մենք կարող ենք անձնագրային բաժնի սխալ աշխատանքի արդյունքում, համայնքային ոստիկանի սխալ փաստարկի արդյունքում միևնույն հասցեում ունենալ բազմաթիվ հաշվառված քաղաքացիներ, ինչը իդեպ ունեցել ենք, եւ այս պարագայում մենք մեծ ռիսկեր արդյոք չենք տեսնում ընտրակեղծիքների հնարավորության մասին։ Ընտրակեղծիք բացառվում։ Ընտրակեղծիքները բացառվում են, վարչական ռեսուրսի չարաշահում չկա, վստահեցնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին ՔՊԱ-ական նախագահը։ Պատգամավորները խոսում են օրինակներով։ Երբ որ դպրոցի ուսուցչուհին, տնօրենը որևէ կերպ ենթարկվում է ճնշման, այս ընթացքում դա վարչական ռեսուրսի չարաշահում է, ուղղակի չարաշահում է։ Դուք ասում եք չենք արձանագրել, բայց համացանցում այդքան որ տարածվում են, այդ նյութերն ինչի մասին են։ Բայց դա պետք է հետևեիք։ Ովքեր որ ոչ իշխանական կուսակցության աջակիցներ են, շտաբի ապագա կամ ներկա աշխատողներ են, հետևեցիք, տոտալ գաղտնալսվում են, նրանց հետապնդում են, այսինքն իրավական որոշակի գործողություններ են իրականացվում։ Փարատելով բոլորի մտահոգությունները, Հովակիմյանը խոստանում է, ընտրությունները լինելու են ազատ, արդար, թափանցիկ, արտահայտելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքը։ Մարիա Հակոբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։